Այսօր իդեպ հիմնադրամներ են մեզ մոտ, ովքեր որ հսկայական լայնածավալ կարևոր գործունեություն են ծավալում մեր երկրում, ծավալում, որը որ աջակցությունն է գերխնդիրի հիմքում եւ օգնությունը, եւ այսպես Viva հիմնադրամը հիմնադրման առաջին իսկ օրից սկսեց իրականացնել կարևոր եւ պատասխանատու աշխատանք, իսկ շուրջը համախմբվեց բժիշկների ու կամավորների, օգնություն ցուցաբերեց բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեին։ Այս տարիների ընթացքում հիմնադրամը ընդլայնել է գործունեության ոլորտները եւ այսօր արդեն հանդես է գալիս նոր եւ կարևոր ծրագրով եւ շատ հետաքրքիր ծրագրով իդեպ եւ այս ամենի մասին իհարկե մենք կզրուցենք մեր հյուրի հետ, ով տաղավարում է Viva հիմնադրամի նախագահ Տատյանա Հովհաննիսյանն է այսօր մեզ մոտ։ Բարի առավոտ, բարի լույս Տիկին։ Բարի առավոտ, շատ շնորհակալ եմ, որ այսօր մեզ կանչել եք ձեր մոտ։ Մենք ենք շնորհակալ հյուրընկալվելու համար։ Մի փոքր էքսկուրս անելով, բացահայտելով Viva հիմնադրամը, կպատմեք ինչի մասին է իրականում, քանի տարի է այն կա եւ ովքեր են ձեր կողքին։ Դուք շատ ճիշտ ասացիք, 16 թվականից մենք ստեղծվեցինք, դա բժիշկներ են եւ կամավորներ, մենք հիմա արդեն 5000-ից ավելի հոգի ենք, սկզբից դա ռուսական դիասպորաներ, մեր բժիշկներն են, բայց հիմա արդեն բոլոր երկրներից մենք ունենք համ բժիշկներ, համ կամավորներ։ Մեր առաջին գործունեությունը դրա մեջ է, որ մենք օգնում ենք Հայաստանում բժշկության հարցերում։ Դա համ հիվանդանոցներին ինչ որ թե ապարուդվանյա տալու կամ էլ սովորացնելու։ Դա մեր համար ամենակարևորն է միշտ եղել, մենք սովորացնում ենք բժիշկներին, մենք իրանց հետ միասին աշխատում ենք, տանում ենք իրանք տարբեր երկրներ ու վերապատրաստման, այո, ու բժիշկներին եւ բուժքույրներին, դա էլ է շատ կարևոր ասել, որտեվ համատեղ վերապատրաստվում են իրականում միայն բժիշկները։ Այո, ու հիմա ես կարամ ասեմ, որ դա շատ հաջող ծրագիր էր մեր մոտ, 100-ից ավել բժիշկ մենք սովորացրել ենք, այն ժամանակ Արցախից մենք սկսեցինք 16 թվականին այդ 4 օրյա պատերազմի ժամանակ, այո, ու դրանից հետո շատ մեծ գործ արեցինք, մեր բժիշկները անցել են բոլոր պատերազմները, բոլոր ծանր իրավիճակները, որով անցել է մեր Հայաստանը, 23 թվականին ընդունեցինք մենք բոլոր արցախցիներին Գորիսում, Վայքում մենք ունեինք պունկտեր, որտեղ հենց մենակ մեր ֆոնդներ կանգնած ու բժշկական օգնությունը տալիս ենք մենք։ Տիկին Հովհաննիսյան, իսկ ինչ հիմնական խնդիրների են բախվում այս շրջանի մարդիկ, իհարկե բժշկական տեսանկյունից։ Դա է հենց կարևոր, որ 23 թվականին որ դուրս եկան արցախցիները, մենք սկսեցինք այցելել արդեն այդ արցախցիներին գյուղերում, այո, ու մենք հասկացանք, որ շատ կարևոր է, որ բժիշկը գա հասնի այդ գյուղերին սահմանամերձ, որտեվ մենք եկանք, ասեցինք ընդունում ենք արցախցիներին, մեկ էլ հասկացանք, որ իմաստ չկա, մենք պետք է ընդունենք բոլորին, ով ապրում է այդ գյուղում, տեղում, безусловно, բոլորը մենք հայ ենք ու դա շատ կարևոր է հասկանալ, որ մենք մի ազգ ենք։ Այդ հեռակա գյուղերում շատ ցավալի է, բայց չկան մասնագետներ, ուսկի մասնագետներ, դա շատ դժվար է։ Մարդիկ գնում են 100 կիլոմետր պետք է անցնեն, որ հասնեն, օրինակ, գտնեն ժամանակ էլ նա կա, որ այդ մարդիկ ապրել չկան այդ բժիշկները այնտեղ, օրինակ, կամ մենակ թերապևտ, ու վсё։ Հիմա մենք մեկն է եւ վերջ, երկրորդը ինչը մարդիկ չունեն, նրանք չունեն միջոցներ առնել դեղորայք։ Ես ինքս բժիշկ եմ ու ես այդ թիմի հետ դուրս եմ եկել 23 թվականի դեկտեմբերից, մենք անցանք բոլոր Հայաստանը, բոլոր սահմանամերձ գոտիները, բոլոր գյուղերը, ու ես ինքս ինչու եմ ես ասում, ես հասկացա խնդրեմը, որ ես նստած ընդունում եմ այդ հիվանդին ու տեսնում եմ, որ այդ հիվանդը օրինակ 75 տարեկան մարդ է, արդեն ինսուլտ ունի, շաքարային դիաբետ ունի, բայց ինքը չի ստացել ոչ մի անգամ որակյալ բժշկական օգնություն, չի ստացել ճիշտ տեղեր, ինքը չունի փողը, որը դամուցի, մենք մեր ֆոնդը այդ ժամանակ արդեն տրամադրում էր այդ բոլոր դեղորայք ու մենք տալիս ենք տարբեր կոնսուլտացիա, ես թերապևտ, կարդիոլոգ, էնդոկրինոլոգ, ամեն մեկը մենք ունենք մեր թիմի մեջ, որը դա ընդունում է։ Հիմա ինչ ենք մենք մտածել, այդ ժամանակ որ մենք ասենք մենք պատտվեցինք բոլոր Հայաստանում, то есть հաշվեք բարձի 2 տարի, մենք հասկացանք, որ խնդրեմը նրանում է, որ մենք գնում ենք 3 ամիսը դե բարձր մենք չենք կարող ժամանակի խնդիր է։ Ու մենք հասկացանք, որ եթե մենք թողենք, ստեղծենք հիմա մենք պլանավորել ենք ստեղծենք 10 կետ
հերաբար բժշկության։ Իսկ որ շրջաններում բոլոր սահմանամերձ։ Մենք իրար հետևից անցնելու ենք։ Նենց չի, որ մեր ֆոնդը աշխատում է, ես ինչի ասացի, մենք բոլորս հայ ենք ու միազգենք կապ չունի։ Տավուշում ես դու ապրում, թե դու ապրում ես Ծավ գյուղում, այո, լրիվ։ Դրա համար մենք մեր առաջի ցելը դրանում էր, որ ամեն հայ ունենա օգնություն ճիշտ ու որակյալ ամենտեղ եւ ճիշտ ժամանակին։ Ճիշտ ժամանակին, այո։ Տեսեք, հիմա մենք ինչ ենք անում։ Բուժքույրը նստած է լինում միշտ հերթապահ այդ կետում։ Հիվանդը, որին մենք եկանք, տեսանք, իրան ընդունեցինք, սկզբից դա լինում է օչնը, то есть մենք իրար հետ խոսում ենք, ամեն ինչ որ պետք է անում ենք։ Հետո մեր այդ խումբը գնում է մյուս գյուղ, հա, իսկ բուժքույրը մնում է այդ գյուղում։ Այդ գյուղում ինքը մնում է ինքը ունի սպეციալն sense մեծ պայուսակ, որի մեջ գտնվում են լաբորատոր դիագնոստիկայի համար տարբեր իրեր, սարքավորումներ, որտեղ գտնվում է EKG, որով ինքը միանգամից անում է, իսկ կարդիոլոգի հեռախոսի մեջ միանգամից արդեն EKG-ն գալիս է։ То есть հիմա մենք նենց որ կարելի է դա մի քիչ հեշտացնել։ Ու շատ կարևոր է այդ հիվանդը, որին օրինակ ես ասեցի, չէ, 75 տարեկան մարդ եկավ, ես իրան նշանակեցի, 2 ամսից ես իրան ասում եմ, դու կմոտենաս քո բուժքույրի մոտ։ Գալիս է, էլի ես իրան նայում եմ, ասում եմ, այո, սենց լավ է, սենց լավ չի, այս դեղ արի քչացնենք, այս դեղ արի ավելացնենք ու իրան նորից տալիս են այդ դեղորայք։ Մենք հույսով ենք, որ դա կօգնի մեր բնակչության այդ սահմանամերձ մնալ այդ գյուղերում, որտեղ շատ կարևոր է, ես կարամ ասեմ շատ մի տխուր ինֆորմացիա, որ այդ մեր, որը երկրորդ անգամ, երրորդ անգամ մենք գալիս ենք, մենք տեսնում ենք, որ մարդիկ ավելի քիչ են։ Պակասել են։ Օրինակ կան գյուղեր, որտեղ արդեն այս անգամ պեդիատրը ընդունեց 2-3 երեխա։ Ու դա շատ ցավալի է, դա չի երևում, որ մենք նստած ենք Երևանում ու մտածում ենք ինչ լավն ենք մենք ու ինչքան լավ բան կա։ Մենք նստած ենք Երևանում եւ ասում ենք Աստված իմ, այս ինչքան շատ մարդ կա, Աստված իմ ինչքան շատ են մեքենաները եւ այլն, այսինքն զետեղվում է, բայց դատարկվում են այո։ Գյուղերում մեղադրելու խնդիր չկա, այդտեղ որտեղ պայմաններից դրդված մարդիկ պետք է ապրեն եւ շարունակեն։ Յուրաքանչյուր բնական մարդ պետք է ապրի այնպես ինչպես։ Առաջին ինչ որ մենք լսում ենք այդ մարդկանցից ու ինչու մենք որոշեցինք այս ընդլայնել, հա, հենց դրա համար, որ իրանք ասում են շատ շնորհակալ ենք, որ դուք մեր հետ եք, շատ շնորհակալ ենք, որ դուք չմտածեցիք ինչի այս դժվար ճանապարհով դուք եկաք։ Նենց գյուղեր կային Հայաստանում, որ մենք հասնում ենք 3 անգամ մեքենան, մեր 4 մեքենա գնացել, 3 անգամ մեր կոլեգաների մեքենայի պակրշկեքը պայթեցին ճամփին։ То есть իրանք դաժե 4-րդ մեքենան չհասավ այդ գյուղերը։ Հիմա հա, ինչ որ թե սարքում են իտագրալը, բայց մարդկանց առաջինը դուք իրոք եկաք մեր մոտ, մենք ձեզ շատ շնորհակալ ենք դրա համար։ Հիմա դրա համար ես շատ կխնդրեմ բոլոր նրանց, ովքեր լսում են մեզ, փոխանցել իրաց բարեկամներին, որոնք գտնվում են այդ սահմանամերձ գոտիներում։ Բոլոր տեղ ենք մենք լնելու։ Ես հույսով եմ, որ արդեն մայիսին մենք բոլոր կետերը կբացենք։ Դա սա ցանկը լինելու է մեր սայթում, կարելի է զանգահարել մեզ, սայթով կարելի է նայել ու անպայման գնալ ձեր ամբուլատոր բժշկուհիոջ մոտ, իրանց մոտ հարցնել, իրանք բոլոր ինֆորմացիան ունեն, որ գյուղերում է դա գտնվում։ Արդեն կտրամադրել։ Այո, օրինակ 12-ին մենք բացում ենք Սյունիքը, լրիվ մենք 12-13 Սյունիք մարզը մենք փակում ենք, մինչև ապրիլի վերջ կփակենք Վայոց ձորը ու հետո արդեն սենց իրար հետևից կգնանք բոլոր մարզերով։ Տիկին Հովհաննիսյան, հիմա շատ կարևոր հարց վստահ եմ շատերի մոտ առաջացավ։ Բժշկական ծառայությունները, այն օգնությունը, որով տրամադրում եք, անվճար է լինելու։ Անպայման։ Միանշանակ, իմաստ չէ, վստահ եմ, որ հարց կառաջանար մարդկանց մոտ, այո, դա ամենակարևորն է։ Բոլոր ծառայություններն լինելու անվճար։ Բժիշկների կոնսուլտացիաները, նշանակումները, այդ դեղերը, այդ աբսլեդվենյաները, բոլորը անվճար է։ Ավելին ասեմ, նենց հիվանդներ կան, որ մենք գալիս ենք այդ գյուղեր, օրինակ ընդ Որոտան գյուղ վերցնենք, հա, առաջին ինչ որ եկավ։ Այդտեղ կա ընտանիք, որում կար ընդ 3 երեխա, 2-ը հիվանդ, մեկը չէ, պապան պոստերում է գտնվում, մաման չի կարողանում թողնել են երեխային դուրս գա, իրանք չունեն մեքենա որ կան, մենք վերցնում ենք այդ երեխաներին, այնտեղ այդ 2 երեխային տաքսի ենք վերցնում կամ գտնում ենք ինչ որտեղ կամավոր, որը կգնա կվերցնի, կբերեն Երևան, Երևանում պրինցիպի միջև 18 տարեկան երեխաները անվճար են հասնում, բայց այդ հասնելու ճանապարհը մարդիկ շատ ժամանակ չունեն։ Իհարկե, սա ամբողջ խնդիրը դրանում է։ То есть даже դա մենք վերցնում ենք մեր ու իրանք արդեն գիտեն, որ իրանք կարան մեր ֆոնդին ասեն, խնդրում ենք, մեզ սա արեք, նա արեք, մենք գալիս ենք։ Ինչ որ
եթե պակասալնում, օրինակ պետությունը չի տալիս բան обследование ինչ-որ թե անալիզներ, հա, դա ասում են վճարով, դա էլ է մեր ֆոնդը վճարում։ Շատ կարևոր երկու խնդիր, հա, կանգնում ենք ժամանակը եւ վճարը, որը լուծվել է։ Նախատեսում ընդգրկել առաջին։ Հազարավոր պրինցիպի մենք չենք դնում ոչ մի տարբերություն, ով որ կգա, դա կստանա այդ օգնությունը։ Մեզ կարևորը մենակ ինքը լինի այդ սահմանամերձ գոտիներից։ Հետաքրքիր է ինչպես է Viva հիմնադրամը ընդհանրապես նպաստում Հայաստանի առողջապահական համակարգին։ Սա ինչպես է, միասին կա համագործակցություն թե անհնարին է դա չլինի, որովհետև նույն բուժքույրը ինքը աշխատում է պետության ինքը համար, ու հիմա մենք իրան վերցնում ենք մեր մոտ աշխատանքի, դա էլ է շատ կարևոր, որովհետև աշխատավարձները ինչքան էլ պետությունը չաշխատի, նրանք շատ քիչ են։ Հիմա մենք փորձում ենք իր աշխատավարձը դրանով բարձրացնենք, որ այդ բուժքույրը լինի այդ գյուղում, որովհետև դա կենտրոնական մարդն է գյուղի համար։ Եթե այդտեղ դուք դաժե չեք պատկերացնում Երևանում ով է ձեր բուժքույրը, то այդտեղ գյուղում բոլորը գիտեն, ճանաչում են, գալիս են իր մոտ գիշերները, առավոտները, տարբեր ժամանակ ինքը sense կենտրոնական մարդն է գյուղի։ Դա համար մենք պետք է նենց անենք, որ այդ բուժքույրերը մնան այդ գյուղերում ու չգնան։ Այսինքն բուժքույրերը ստացվում է նաև որ այդ գյուղից կարող են լինել, չէ՞ որպես պետք է լինեն այդ գյուղերից, անպայման որովհետև գործողություն չի սա։ Չէ, ինքը պետք է լինի միշտ այդտեղ իր հիվանդների, իր գյուղացիների կողքը։ Իսկ հիվանդների, փաստորեն ասացիք, որ հիվանդներն են իմանում եւ գալիս են դեպի ձեզ այս դեպքում եւ ընդունման կարգն էլ գործընթացն էլ այդպես է լինում, թե։ Մենք միշտ ասում ենք նախապես, որ 12-ին ծավն է։ Մենք զանգահարում ենք այդ բուժաշխատողին, որը կա համայնքին, մենք բոլորը հետ ենք համագործակցում։ Զանգահարում են ու ասում են ժամը 10-ից սկսում են ընդունել մինչև ժամը 6 ու բոլոր գյուղը, եթե օրինակ մտնեք մեր կայքերում կտեսնենք, բոլոր գյուղը գալիս է, դա սենց մեծ պրազնիկի պես ինչ որ թե ամենակարևորը մարդիկ տեղեկացված լինում են ծրագրի մասին, դիմելու մասին, հա, դա շատ կարևոր է։ Գյուղերը փոքր են, հիմնականում բերան փոխանցվում է տեղեկությունը։ Այո։ Իսկ այսօր ինչ եք կազմակերպելու, ինչպես եք նշելու օրը։ Գիտեք, մենք նենց հետարքիր հիմնադրամ ենք, մենք բաբշե մեր ծնունդն է, մենք 9 տարեկան ենք դարել, դա ապշելի թիվ է։ Հա, Եվ շնորհավորում ենք, որովհետև նախ մեծ առաքելություն եք իրականացնում եւ 9 տարին, ինչպես դուք նշեցիք, այո։ Այսպեսի ծավալուն աշխատանքի համար։ Դա իրոք ոչ թե 1000, այլ 10,000, 20, 30, 90,000 մենակ արցախցիներն են անցել, то есть թվերը շատ մեծ է մեր ֆոնդի, որ մենք օգնում ենք, բայց ես ինչ եմ ուզում ասեմ, շատ կարևոր բան, 9 տարի առաջ մենք ստեղծվեցինք Հայաստանում, բայց ռուսական դիասպորան էինք, մեր շատ կոլեգաներ եկան, ես էլ в том числе, ու արդեն 4-3 տարի ապրում ենք ստեղ։ Դա շատ կարևոր է, ու մենք դրանով ենք ուժեղացնում մեր Հայաստանը։ Ինձ թվում է բոլոր դիասպորայի հայությունը պետք է գա, ապրի ստեղ, դա կարևոր է ինձ այսօր ասել քիչ հայերն էլ լավ ասենք։ Շատ լավ, հոբելյանական օրվան ընթരാճ ինչպեսի միջոցառում։ Մենք անում ենք բաց դռներ։ Մենք չենք անում ոչ մի բանկետներ, ֆուրշետներ, տենց բաներ, որը ոչ մի անգամ չի ծախսում տենց փողեր։ Ավելի լավ է ամեն այդ գումարը գնա հասնի օրինակ այդ պապիկին, տատիկին, որը գտնվում է այդ գյուղերում։ Ես տենց եմ մտածում որպես ղեկավար։ Մենք անում ենք բաց դռների օր։ Մենք ունենք շատ լավ նախագծեր, որոնք բոլոր Հայաստանի համար է։ Առաջինը դա դոնորստվան է, արյուն տալու։ Մենք հաշվում ենք, որ հաշվել ենք ու դա ստատիստիկան ամեն արյունը, որ դու տալիս ես, դու փրկում ես 3 հոգի։ Շատ հասարակ, շատ պարզ մաթեմատիկա է։ Ու պետք չի հետո գալ, մենք հայրը շատ լավ ազգ ենք, բայց հենց որ ստացվում է ինչ-որ թե վատ բան, մենք կանգնում ենք հերթ, որ այդ արյունը հանձնենք, բայց այդ արյունը պետք է միշտ լինի այդ բանկերում լցված։ Ոչ թե մենակ ճգնաժամային օրերի։ Դա համար վաղը մենք բացում ենք այդ օրը, ուրեմն հրավիրում են բոլորին, եկեք Common Ground Բագրամյան 6, ժամը 9-ից մինչև 12-ը լինելու է յոլան կենտրոնն ալնելու, իրանք բերել են իրանք սարքավորումը ու մեր դոնորներն են գալիս, հանձնում են արյունը։ Դու հանձնեցիր, էդի գնաց 6 ամսից արդեն կարելի է դա օգտագործել։ Դա առաջինը։ Երկրորդը ինչ որ անում է մեր ֆոնդը, դա էլի մեր նախագիծն է, մենք սովորացնում ենք բոլոր երեխաներին ու բոլոր մարդկանց անվճար առաջին օգնություն։ Մենք արդեն անցել ենք 3 ռեգիոն, դա անցել ենք Տավուշի, Գեղարքունիքի մարզը, Վայոց ձորը ու Սյունիքը, մյուսը
Բակրաստավուշի մարզն է։ Մենք մտնում ենք ամեն դպրոց ու սովորացնում ենք երեխաներին 11-12 դասարանի, որ իրանք կարողանան իրանց փրկին ու իրանց ընկերոջը։ Որտեւ այն տղաներին, որոնց մենք կորցրել ենք 20 թվին, հենց դրա համար ենք մենք կորցրել, որ իրանք չեն կարեցել իրանց գոնե առաջին օգնություն։ Գիտեք ոնց մեր բժիշկները աշխատել են այդ հիվանդանոցներում, մեր մեծ թիմը եկել է ամեն հիվանդանոցում եկել են, իրանք չեն հասցրել կան հասնել հիվանդանոց։ Գոնե 1% փրկողակը լիներ։ Դրա համար դա մեր պարտավորությունն է ու ես շատ եմ խնդրում դուք եկեք տեսեք, սովորեք ամեն մեկը, դա շատ կարևոր է։ Դե երրորդն էլ կպատմենք ես մեր հերավար բժշկության մասին։ Տիկին Հովհաննիսյան, մեր տաղավարը նմանատիպ նախաձեռնությունների համար պատրաստ է լուսաբանելու ի գիտություն հեռուստադիտողի մարդկանց, ովքեր որ անհանգիստ են եւ մտահոգ, ձեզ շնորհակալ ենք այսպեսի լայնածավալ եւ կարևոր առաքելություն իրականացնելու համար։ Եվ այո, ինչպես նշեցիք, կհանդիպենք անպայման հերթական նորություններով տեղյակ պահելու մեր հեռուստադիտողին։ Վստահաբար լինելու են այսպես եթե շարժվի, անպայման բժշկությունը կարևոր նախապայման է։ Ամեն մեկը իր տեղը պետք է աշխատի։ Դուք ձեր տեղը, մենք մեր։ Շատ շնորհակալություն հյուրընկալվելու։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Սիրելի հեռուստադիտողներ, այո, գովազդ, հետո վերադառնանք